Ովքեր են այն հայկական ազգանունով մարդիկ, որոնք ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Բաքվի ռազմական դատարանում ցուցմունքի ամբիոնի մոտ կանգնած Ռուբեն Վարդանյանի դեմ են խոսում։ Ծագումով հայեր, այսպես են նրանց որակել ադրբեջանցիները։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը անձամբ չի ճանաչում, բայց շատ բան գիտի նրանց մասին։ Ասում է, Արցախում մնացած հայեր են, ինչու են մնացել հայտնի չէ։ Բարձր կամքով չեն փայլում, ազդեցության տակ ընկնելը բացառված չէ։ Նաև կարող է հարկադրանք լինել ադրբեջանական կողմից։ Առնվազն մեկի մասով տեղյակ եմ, որ ալկոհոլիկ է, երկրորդի մասով կդժվարանամ ասեմ, եւ հոգեկան կայունության խնդիրներ էլ ունեն։ Սա բոլոր արցախցիները գիտեն, ովքեր ճանաչում են այս անձանց։ Բեգլարյանը այդ հայերի մասին պատմում է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան դիմաց։ Այսօր այնտեղ հավաքված մի խումբ մարդիկ արցախցիների անունից բաց նամակ են տարել մեր երկրում Շվեյցարիայի համադաշնության դեսպանին։ 2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը, Դաշնային խորհուրդը ընդունել է բանաձև, որով կառավարությանը կոչ է արել կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով։ Հիմա խնդրում են վերին պալատին եւս ընդունել բանաձևը, նաեւ դիմում Շվեյցարիայի կառավարությանը օգտագործել չեզոք միջնորդի իր փորձառությունը բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու հարցում։ Կանգնի, ինչպես ասում են, պատմության ճիշտ կողմում եւ իր քայլով եւս մեկ անգամ ապացուցի, որ Շվեյցարիայի նման պետությունը հարց չէ տեղի ունեցողի հետ։ Արցախահայերը տնից տեղից զրկված են, Արցախի հարցը կարծես ամբողջությամբ փակված միջազգային իրավունքի կոպտագույն խախտմամբ։ Իսկ Ադրբեջանի իշխանությունը չի դադարում ամենաթողության պայմաններում անել սրտի ուզածը, դատել հայերին չվախենալով որևէ միջազգային միջամտությունից։ Շվեյցարիայի դեսպանատան առաջ հավաքված հայերը դեսպանից հենց այդ միջամտության ակնկալիքն ունեն։ Ներկայումս Բաքվում կեղծ դատավարություններ է անցկացնում ապօրինաբար ձերբակալված հայ քաղաքացիների, ռազմագերիների եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարների դեմ։ Երկու կարևոր շեշտադրում ու խնդրանք են արցախահայերը բարձրաձայնել։ Անտարբեր չլինել 120,000 հայի ճակատագրի հանդեպ, անտարբեր չլինել Բաքվում ապրել-չապրելու խնդրի առաջ կանգնած 23 հայի ճակատագրի հանդեպ։ Սվետլանա Ավդիշյան, Տիգրանուհի Կուրղինյան, ժամը լրատվական։